ինքը կատարում է նման գործողություններ կամ նվիրում է ձեզ նվերներ եւ այդ նվերի միջոցով ձեզ հանձնում է իր նեգատիվ սև մտքերը։ Գիտեք ինչ, այժմ արդեն նույնիսկ սև մագիայով զբաղվող մարդիկ աշխատում են նաև մարդու նկարի վրա, նկարը ինքը բիոէներգետիկ ինֆորմացիա է պահում, սիրելիներս նկարը նույնպես էներգետիկ դաշտ ունի, ինքը ինֆորմացիա է պահում, ձեր նկարները մի գցեք սոցցանցերի մեջ, որպեսզի ձեր նկարներն էլ պաշտպանված լինի, անպայման օգտվեք անպայման օգտվեք այնպիսի նկարներից, որտեղ ձեր հայացքը բաց չէ, որտեղ դուք անմիջապես չեք նայում օբյեկտիվից, նաև կարող եք ֆոտոֆիլտրների միջոցով կարողանաք փոխել ձեր նկարի բիոէներգետիկ դաշտը շեղեք եւ նոր նման նկարներ օգտագործեք, որպեսզի ձեր նկարների վրա չկարողանան նախանձ մարդիկ, չարական մարդիկ չկարողանան իրենց վատ գործողությունները կատարել։ Գիտեք ինչ, սիրելիներս, ընդհանրապես ուշադրություն դարձրեք, շատ դեպքերում, երբ որ մարդու վրա կատարվում է նման նեգատիվ գործողություն, մարդիկ իրենք չեն հասկանում, որովհետև դրված է լինում նաև պաշտպանություն, որ մարդիկ քնեն եւ չհասկանան, թե ինչ վատ գործողություն է կատարված իրենց մոտ, եւ երբ որ կողքից հարազատները տեսնում են, որ իրենց բարեկամի հետ, իրենց հարազատի հետ խնդիրներ կա եւ իրենք դիմում են պայծառատեսի էքստրասենսի, որը մաքրման գործողությունը կատարում է, նոր այդ մարդկանց բիոէներգետիկ դաշտը բացվում է, պաշտպանությունը, որ դրած է այդ մարդկանց նեգատիվի վրա, դա գնում է եւ մարդիկ իրենց տան միջից գտնում են այդ նեգատիվ իրերը, այդ առարկաները։ Նաեւ ուշադրություն դարձրեք, շատ դեպքերում այդ իրերը, առարկաները չեն բերում տուն եւ սև մագիայով զբաղվող մարդիկ իրենք աշխատում են ձեր նկարի վրա, աշխատում են ձեր մազերի վրա, ձեր եղունգների վրա, ձեր այրան վրա, մազերը, եղունգները ամեն տեղ մի գցեք, սիրելիներս, ձեր այրունը ամեն տեղ մի գցեք, ամեն մարդու մի թողեք, որ մտնի ձեր տուն, ամեն մարդու մի թողեք, որ ինքը իրավունք ունենա ձեր դեն կամ պահող իրերին, նյութերին մոտենա ձեր նկարներին, ձեր հագուստին, որովհետև տարբեր ձևով են աշխատում սև մագիայի մարդիկ։ Շատ դեպքերում մարդիկ ոչ միայն անհատական հարված են հասցնում, այլև գողանում են, հատուկ էզոտերիկների մոտ նման անվանում կա, երբ որ մարդը մարդուց գողանում է իր բարեկեցությունը, իր գեղեցկությունը, իր հաջողությունը, անձնական երջանկությունը, էզոտերիկները, էքստրասենսները դա համարում են գողուններ, այսինքն մարդիկ ոնց որ կապվում են ձեր բիոէներգետիկ դաշտին եւ ձեզանից խլում են ձեր հաջողությունը։ Դա այն մարդիկ են, ովքեր որ տեսնում են ձեր երջանկությունը, ովքեր որ նախանձում են ձեր հաջողությանը։ Ամեն մարդուն մի թողեք, որ մտնի ձեր տարածք, մտնի ձեր օֆիս, մտնի ձեր տուն, ձեր բնակարան։ Ինչքան հնարավոր է զգույշ եղեք նվերներից, ինչքան հնարավոր է զգույշ եղեք դրսի ընկած իրերից, ինչքան հնարավոր է զգույշ եղեք չար մարդկանցից, ձեր նկարները, ձեր շորերը, դեն կապահող նյութերը ինչքան հնարավոր է հեռու պահեք, որպեսզի ոչ մեկը չկարողանա դրանց վրա աշխատել։ Նման գործողություններ, որ լինում են, սիրելիներս, մարդը զգում է,
Մարդը կարող է գլխացավեր ունենա, մարդը կարող է վախեր ունենա, տարբեր ֆոբիաներ ունենա, եթե քրոնիկ հիվանդություն ունի, այդ քրոնիկ հիվանդությունները ավելի բարդանան, մարդու մտքերը անընդհատ վատ է, վախ է, մարդը ցանկանում է մահանալ, մարդը չի ցանկանում ապրել, կյանքը իր համար դառնում է անցանկալի, կյանքը կորցնում է իր գեղեցկությունը, կյանքը կորցնում է իր գույները, իր համ ու հոտը։ Շատ դեպքերում նման մարդիկ գնում են ինքնասպանության, որովհետև իրենք չեն հասկանում իրենց հետ ինչ է կատարվում։ Եթե նման իրավիճակներ կա, սիրելիներս, եթե նույնիսկ այդ մարդիկ, ձեր հարազատները, իրենք չեն հասկանում իրենց հետ ինչ է կատարվում, անպայման դուք լինելով իր հարազատը, դուք պետք է կարողանաք առնել այդ գործողության առաջ, դիմել պայծառատեսի, դիմել էքստրասենսի, որը կարողանա այդ սև մագիայի գործողությունը մաքրել, նաև դնել պաշտպանություն, որպեսզի այլևս ոչ մեկը չկարողանա նման գործողություններ կատարել։ Ես սա ասում եմ ձեզ սիրելիներս, որ դուք հասկանաք, ինչի վրա ուշադրություն դարձնեք, ինչից խուսափեք, որպեսզի այդ իրավիճակների մեջ չգնեք։ Երբ որ մարդը ինֆորմացված է լինում, ինքը կարողանում է շատ նեգատիվ իրավիճակներից խուսափել։ Մարդը կարողանում է իր տունը, իր օֆիսը, իր հոգին, իր մտքերը պահել անառիկ, մաքուր պահել իր բիոէներգետիկ նյութերը, իր ԴՆԿ-ն պահող նյութերը։ Այսքանը սիրելիներս, ուշադիր եղեք, զգուշացված եղեք, եթե նման իրավիճակներ կան ձեր մոտ կամ ձեր հարազատների մոտ, անպայման դիմեք այնպիսի մարդու, ով կկարողանա մաքրել, ով կկարողանա պաշտպանություն դնել, ով կկարողանա տվյալ մարդուն կամ անձամբ ձեզ հանել այս նեգատիվից։ Այսքանը սիրելիներս, թող ձեր բոլորի տան մեջ լինի Աստծո առկայությունը, Աստծո ներկայությունը, Աստծո օրհնությունը։ Իմ ուղիղետերները պահպանվում են իմ յութուբյան ալիքներում, տիկտոկյան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, սիրելիներս։ Հաջողություն, ստեսություն։